Հաշմանդամություն ունեցող ինչքան մարդիկ կան Ռուսաստանում մոտավորապես 14.5 միլիոն է։ Մետագեյթը հայկական արտադրության նորարարություններ ամբողջ աշխարհում Ուղեղի համապատասխան կենտրոնները VR-ով ակտիվանում են։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց քայլքի իմիտացիա անելու հնարավորություն է տալիս։ Նեյրոնային պլաստիկության համար էմոցիաները շատ կարևոր են։ Իսկ կարևոր են ինչ էմոցիաներ։ Շատ մոտ ենք այդ ողնուղեղի տրավմայով պացիենտների վերականգնմանը։ Տուրիզմը զարգացնող խաղերի պլաններ ունեիք։ Լինելու Շուշիի ռազմաճեցոցը։ Ինչ է տեղի ունենում ուղեղում։ Խնդիրը ոչ թե մկաններում է, խնդիրը նեյրոնային համակարգում է։ Անշարժության հետևանքով ինչ խնդիրներ ու հիվանդություններ կարող են առաջանալ։ Վստահակ է 30 եւ ավել հիվանդություններ ու վերջ։ Այդքանով մարդը ձեռք է բերում հաշմանդամություն։ Ողջույն, ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը կինեզիոլոգ Դավիթ Արսենյանն է։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Շատ լավ դուք։ Ես էլ շնորհակալ եմ։ Ինչ ես անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ ես լինում։ 10:30 սովորաբար լինում եմ արտադրամասում։ Ինչ եմ անում, ժամը 11-ը մեր մոտ ֆիքսված է արդեն սուրճի ժամ, ամբողջ ասած օրենքը մշակած արտադրամասում, ժամը 10:30 արտադրամասում ենք արդեն պատրաստվում ենք գնալ դեպի սուրճ խմելու, եթե գործ կա այդ բային արվող արագ պետք է արվի, որ 11-ին արդեն կոֆեի ժամն է։ Արի սկսենք քո գործունեությունից, ես քեզ ներկայացրի որպես կինեզիոլոգ, հիմա գիտեմ նաև խորացած ես նեյրոռեաբիլիտացիայի մեջ, դրան եւս կանդրադառնանք մեր խոսակցության ընթացքում, բայց մարդիկ հավանաբար, եթե ծանոթ են, ապա ծանոթ կլինեն տարիներ առաջ մի մեծ այսպես հայկական նորարարության Մետագեյթի արտադրությամբ քեզ որպես հեղինակ հիմնադիր այդ գաղափարի ու հետո դրանից արդեն կգանք վերջին շրջանի քո այս նորություններին եւ նոր ուսումնասիրություններին։ Մետագեյթը հայկական արտադրության նորարարություններ ամբողջ աշխարհում, որը պատենտավորվեց եւ Հայաստանում եւ աշխարհի 157 երկրներում, կուզեմ մի փոքր պատմես, ոնց գաղափարն առաջացավ, ոնց ստեղծեցիր եւ ինչ է առհասարակ Մետագեյթը։ Շատ լավ, Մետագեյթի իրականում գաղափարը ոնց միանգամից չի առաջացել տարիների ընթացքում, աշխատանքի ընթացքում, հիմնականում գլխուղեղի, ողնուղեղի տրավմայով տղաների հետ, պացիենտների հետ աշխատանքի ընթացքում առաջացել է գաղափարը, սկզբում ինքը քայլաբեր էր, այսինքն պացիենտը կանգնում էր սարքի վրա, ձեռքերով կատարում էր շարժումներ առաջ եւ հետ ու ոտքերը կատարում էին քայլքի իմիտացիա։ Այսինքն 4 վերջույթ կրկնում էր գրեթե նույն հետագիծը, ինչ որ քայլելու ժամանակ, բայց աշխատանքի ժամանակ ես նկատում եմ, որ պացիենտների մեծ մասը դժկամությամբ չուզենալով, որ կանգնում են ուշադրությունը լրիվ ուրիշ տեղ է լինում ու մի հատ ուրիշ խնդիր էլ կար, հիմա ոչ մենակ ես, այլ նաև բոլոր մասնագետները իմ մասնագիտությամբ պացիենտին ասում են, եթե դու ինչ-որ շարժում անում ես, միշտ պատկերացրու դու այդ շարժումը, դա մեր մասնագիտության մեջ կոչվում է իդիոմոտոր վարժություններ, այդ ժամանակ պատկերացեք մարդը չի զգում իր վերջույթը, ուզում է պատկերացնի այդ շարժումները, բայց չի կարողանում, ունեցա պացիենտներ, որոնց մոտ արդեն սկսում են նևրոզ, այսինքն ես իրենց օգնելու փոխարեն ավելի ոնց որ
խանգարեցի ու նաև դրան միացել էր արդեն հին փորձը մեր գանգուղեղային ծանր տրավմայով տղաների հետ աշխատելուց, որին այդ աշխատանքներին նպաստել էր ոչ թե կոնկրետ իմ կատարած արդյունքներին նպաստել էր ոչ թե կոնկրետ իմ կատարած աշխատանքը, այլ ուղեղի պոտենցիալի բացահայտումը կապված իր անցյալում կատարած որոշակի գործողությունների հետ ու տեղից արդեն հարց առաջացավ, որպեսզի համ ես լուծեմ, որ պացիենտի ուշադրությունը լինի տվյալ վարժության տվյալ պահին կատարվող գործողության վրա, բայց միևնույն ժամանակ շրջանցեմ այդ նևրոտիկ խնդրին առաջացնող հանգամանքները, այնտենց անդադ մտածում եմ ինչ անեմ ու մի անգամ ընկերներիցս մեկը խաղերի ոնց որ սենյակ ուներ, տենց գնացինք խաղացինք ու դրանից հետո երբ որ ես խնդրեցի մեր զինհաշմանդամ տղաներից մեկին, որ եկավ սկզբից բոքսը խաղաց, հա, իր մի կողմը հեմի պարեզ ուներ, հա, պարեզացված էր ու դա ակնոցները դնում է, հայտնում վիրտուալ միջավայրում ու ինքը չի տեսնում ինքը ձեռը շարժում է, թե չէ, բայց տվյալ բային ինքը կռվում է բոքսում, հա, 1, 2, 3 ու 4-ին այս ձեռքը արդեն ցած փորձեց օգտագործել, ասեցի շատ լավ է, ու արդեն մեր սարքը քայլաբերը միացրեցինք VR-ին, ունդ է բավական բարդ աշխատանք էր, որովհետև այնտեղ կային սենսորներ, որ շարժումներն էր գնացում, կար մայր ոնց որ ղեկավարման համակարգ, որ այդ շարժումներն էր տարբերակում, որը ինչ շարժում է, ինչ արագությամբ, ինչ անկյանտակ, ու այս ամեն ինչը կապում ենք խաղի հետ, խաղն էլ արդեն մենք էինք գրում ու տեղից առաջացավ հենց Metagate, Metaverse-ում քայլ sense սարքը, որը հիմա այս ընթացքում նաև մենք կարողացանք աշխարհում առաջին անգամ հաշմանդամային առաջինը կիբերդահուկի առաջնություն իրականացնել, երկրորդը հաշմանդամային կիբեր ֆուտբոլի առաջնություն, պատկերացրեք, որ 3-3-ի դեմ իրական ժամանակում, բայց վիրտուալ միջավայրում խաղում էին ֆուտբոլ։ Ես շատ ափսոսում եմ, որ շատ տենց տեսանյութեր չունեմ այդ խաղի փորձերի ժամանակ, դե տղաները որ փորձում էին, քանի որ տենց բան կար, հաղթողին տենց մեծ դրամական պարգև էր, մեծ չէ, բայց ամեն դեպքում մենք պարապում էինք իրար հետ այդ ժամանակ, եթե պատկերը անջատեինք, դուք լսեք ձայները, ձեզ կթվար, որ Բաքում տղաները խաղում են ֆուտբոլ, այդքան իրական զգացողություններ էլի, ու հիմա արդեն մեր նպատակը, որ ստեղծել ենք այնպիսի մի հարթակ, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են իրար հետ խաղալ, զբոսնել, սպորտի ինչ-որ առաջնություններ իրականացնել, տենց։ Ընտիր, որ այսպես ամփոփ ներկայացնենք, այսինքն Metagate-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց քայլքի իմիտացիա անելու հնարավորություն է տալիս, նաև եթե ճիշտ եմ հիշում, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար էր օգտակար։ Այ մի փոքր դրան էլ կանդրադառնաց։ Մանկական ուղեղային կաթվածով ոչ միայն երեխաների, այլ պացիենտների, որովհետև արդեն ոչ երեխա, բայց կան մարդիկ, որ ունեն այդ խնդիրը, դա շատ ավելի հիմնականում գլխուղեղի տրավմաները կամ հիվանդությունների հետ աշխատելը շատ ավելի արդյունավետ է, քան ողնուղեղի, հա, որովհետև գլխուղեղում նեյրոնային ցանցերը, սինապսները միլիարդավոր են, հա, ու այնտեղ ավելի շատ հնարավորություն կա արդյունքի հասնել, քան ողնուղեղի տրավմաների պարագայում, բայց մանկական ուղեղային կաթվածի ինսուլտի ժամանակ կամ գլխուղեղային տրավմաների ժամանակ էլի բավականին ինքը արդյունավետ է, բայց ես ինքս իմ առջև դրել եմ խնդիրը ամենաբարդը, որը որ այս պահին ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում ողնուղեղի տրավմաների վերակ
վերական հետևանքով առաջացած հաշմանդամության կամ չքայլելը այդ վերականգնելու համար միլիարդավոր դոլարներ են ծախսում, անգամ չիպավորում են ուզում անել, բայց ուսումնասիրելով միջազգային շատ լուրջ գիտական հոդվածներ կապված նեյրոնների բողբոջման, նեյրոպլաստիկության ու նաև հենվելով իմ փորձի վրա, որ ես անձամբ եմ տեսել, թե ոնց են մարդիկ գլխուղեղի ծանր տրավմայից հետո անգամ երբ որ ապրելու հույս չկա, անգամ երբ որ եթե ասում են կապրի, ապա բույսի կյանքով կամ շատ սահմանափակ ֆունկցիաները ոնց են հելել ու քայլել նորից, անգամ խոսել, իսկ ինչ է տեղի ունենում ուղեղում, Դավիթ, վնասվածքի հետևանքով եւ ինչն է օգնում այդ վնասվածքը հաղթահարել։ Նայեք, հիմնականում վնասվածքի նայեք գոյություն ունի ուղեղի մեր ուղեղը շատ պլաստիկ է, այդ հենց այդ նեյրոպլաստիկության հաշվին է դա տեղի ունենում, ինչ է դա ասում, որ վնասված նյարդային կենտրոնի ֆունկցիան իր վրա է վերցնում հարևան նյարդային կենտրոնը, ձևավորում է նոր նեյրոնային կենտրոն, եթե կա համապատասխանազդակ, որը իր վրա է վերցնում է կորցրած ֆունկցիաների պատասխանատվությունը, այսպես ասած, վերցնում է իր վրա։ Հենց այդ ուղեղի պլաստիկությունը ու ոչ միայն ուղեղի, այլ նեյրոնի պլաստիկությունն է, էլի, ինչի արդյունքում մարդը կարողանում է այն կորցրած ֆունկցիաները, որ տրավմայից կամ հիվանդությունից առաջ ուներ, տրավմայի պատճառով դրանք չկա, դրանք նորից վերականգնվում են։ Բայց հենց վերականգնումը նայեք, գիտեք, ես նույնիսկ եկել եմ այն զրահանքման, որ ես տարիներ շարունակ լինելով կինեզիոլոգ շատ սխալ եմ աշխատել, հա, այսինքն ես աշխատում էի տրավմայից ներքև, սովորաբար ողնուղեղում տրավմա է լինում, տրավմայից ներքև մարդու մոտ առաջանում է պարեզ, հետևանքների վրա էր աշխատում եւ ոչ թե այն պատճառների, որոնք ստեղծում էին այդ հետևանքները։ Հեսա ասեմ, ձևակերպումը կհասկանանք ոնց կարելի է տալ, մոտավորապես ճիշտ եք ասում, բայց մենք աշխատում ենք տրավմայից ներքև, այսինքն ոտքերում շարժումներ էինք անում, ձգումներ էինք անում, մերսում էինք անում, հա, որոշակի ինչ-որ վարժություններ էինք անում, չքայլող մարդկանց, որը չէր զգում, բայց այդ ազդակները ուղեղ անգամ չէր հասնում, որովհետև կտրված էր, բայց խնդիրը ոչ թե մկաններում է ու վերջույթներում է, ոսկորներում է, հոդերում է եւ այլ կամ քայլելու մեջ չի, խնդիրը արդեն այդ նեյրոնային համակարգում է ու մակարդակում է, մենք ես բավականին վերջերս եմ սկսել մտածել այն ուղղությամբ, մետագեյթից հետո հենց, որ մենք երբ որ տրավմա է լինում, մենք չենք մոռանում ենք, հա, որ մարդը մինչև իր քայլել սկսելը 1000 անգամ ոնց որ ընկել է, հա, 1000 անգամ ինչ-որ 1000 վարժություններ է արել, նոր ուղեղում ձևավորվել է այդ քայլելու ֆունկցիան, նա, բայց տրավմայի ժամանակ, օրինակ մեր ուղեղը ունի դրդունակություն եւ արգելակում, հա, տեսեք մենք բաժակ ենք վերցնում, հա, ձեռքը վերցնում ենք, բաժակը խմում ենք, նորից դնում ենք տեղը, հա, առաջի հայացքից մենք մկանները կոնկրետ ասես թվում է, որ ավելի շատ դրդվելու process տեղի ունեցավ, քան արգելակման process տեղի ունեցավ, բայց իրականում, հիմա որ ես ձեզ բացատրեմ, դուք կզգաք, որ ավելի շատ տեղի ունեցավ արգելակում, հա, տեսած կլինեք Պարկինսոնով հիվանդներին, հա, որ չեն կարողանում վերցնել, հա, բայց ապագայում ես եմ ձեռքերս սկսել են դողալ, դե իմն էլ է դողում, բայց դրա հետ կապ չունի, բայց ավելի շատ մկաններ գտնվում են արգելակման վիճակում, որ մեր շարժումը լինի սահուն, քան շարժման մեջ, այսինքն արգելակումը շատ կարևոր process է, տրավմայի ժամանակ տեղի է ունենում արգելակում, հա, այդ ցավային մեծ շոկ է առաջանում, ինչից հետո ուղեղը ուղղակի արգելակում է, ուղեղում այլևս չեն գեներացվում քայլելու համար
ինչ որ ազդակներ։ Եթե անգամ էլ գեներացվում են, ուղեղի կան բաժիններ, հիմա շատ ոնց որ տերմին նախեղ չանեմ, հա, կան բաժիններ, որոնք միանգամից հիշեցնում են, որ չէ, դու մի շարժվի, մի ոնց որ առաջացի, գնալով այդ կենտրոնը սկսում է ատրոֆիայի ենթարկվել, այսինքն այն ինչը չի օգտագործվում ժամանակի ընթացքում ապաճում է, հա, տեղի չունեցավ մեր մոտ ոնց որ ասած ազդակի գեներացում, տվյալ բաժինը գնալով ապաճեց, հա, ուղեղի տրավմայի հատվածում մեր մոտ արդեն նեյրոնների նյարդաթելիկի մակարդակով արդեն պատկերացրեք, որ ոնց որ հոսանքի լարը, հա, առաջի այդ շերտը ինչ է, ինքը sense փակում ինչ-որ ռեզինատիվ, ինչ-որ մի բան, նոր մեջից այդ պրովոթայրը ոնց է։ Չգիտեմ։ Շղթա չէ, բան, մալուխ, հա, այդ մալուխն է, հա, ու պատկերացրեք հիմա այս մեր նյարդաթելը լրիվ նման է, ուրեմն այս մեր նյարդաթելերը պատված են գլիալ թաղանթով, հա, տրավմայի ժամանակ ուղեղը արդեն արգելակում է, ուղեղը դա արդեն process-ներ է քայլելու հետ կապված, կանգնեցնում է, իսկ ստեղ գլիալ բջիջները, նո մասնավորապես այդ աստրոցիտները, աստվածև բջիջներ, եթե չեմ սխալվում, հա, իրենք ավելի արագ են զարգանում, քան նյարդաթելինը, ու գալիս սպիանում է, ու արդեն նոր նեյրոնային կապեր կամ նեյրոնի զարգացում աճ տեղի չի ունենում, հա, ու վերջ, այդքանով մարդը ձեռք է բերում հաշմանդամություն, այսինքն չի կարողանում քայլել, բայց հիմա այս ինչը ես ձեզ ասում եմ, այս ամեն ինչը ես իմ աչքերով տեսել եմ, աղջիկը ողնուղեղի տրավմայով, որը ոտքերը չի զգում, չի շարժում, գալիս կանգնում մեր սարքի վրա, սկզբում քայլաբերի վրա, շատ մեծ դժվարությամբ, հա, մի քանի ոնց որ շարժում անում ու կանգնում է, հոգնում է, նորից էլի մի քանի շարժում, էլի շատ մեծ դժվարությամբ ու կանգնում է, ու չի կարողանում անել։ 2 րոպե հետո դնում ենք VR ակնոցները, ինքը հայտնում է վիրտուալ միջավայրում, պարզապես 10 րոպե անընդմեջ մեջ սարքը ջարդում է, այսինքն այնքան ակտիվանում, այնքան սա առանց դադարի, հա, ինչ տեղի ունեցավ ուղեղում, այդ արգելակման process-ները ասենց խափեցին, շրջանցեցին։ Իրականության իմիտացիա է ստեղծվում եւ ուղեղը հավատում է։ Իրականության անվտանգության ու ապահովության։ Ես կանգնած եմ, այսինքն ուղեղն է տեսնում, ես կանգնած եմ, ես չեմ ընկնում, ոտը շարժում եմ գնում, խնդիր չկա։ Արգելակումը դուրս է գալի, այսպես ասած, ու ինչի արդյունքում շարժումները դառնում են շատ արդեն ավելի, այսինքն արգելակող բան չունենք, հետևաբար նաև այդ պարագայում արդեն ռեաբիլիտացիայի մոտեցումն է փոխվում ու ստեղից արդեն ինձ համար շատ պարզ դարձավ, որ ողնուղեղի տրավմաների դեպքում ոչ այնքան կարևոր է աշխատել հենց շարժումների կամ այդ ցկումների կամ մերսումով ինչ որ փորձել հարցին լուծել, այլ հենց պետք է ազդել կոնկրետ այդ նեյրոնների վրա ազդել, այսինքն վիզուալ կամ լսողական ու էմոցիոնալ, շատ կարևոր է էմոցիոնալ ֆոնը, հա, որովհետև նեյրոնային պլաստիկության համար էմոցիաները շատ կարևոր են։ Իսկ կարևոր են ինչ էմոցիաներ։ Հիմնականում բոլորը կարևոր են։ Ուրախություն, տխրությունը այդքան չէ, ուրախություն, վախ, հաջողության հասնելու, ոնց որ այդ հաջողության հասած այդ վիճակը, հա, բավականություն ստացած վիճակը, որովհետև նայեք, օրվա մեջ դուք բոլորս ստանում եք միլիոնավոր ինչ որ ազդակներ արտաքին աշխարհից, հա, բայց մեր ուղեղը դրանք եթե էմոցիա է լինում, այդ ժամանակ մեր ուղեղը ասում է, օպ, էսի կարևոր է, էսի հիշում ենք, ու ուղեղի մասն է, հələ մեր մասին չի, հա, այսինքն դուք հիմա ինչ եք հիշում ձեր կյանքից շատ լավ, այն ամեն ինչը որ ձեր մոտ խորը ինչ որ նստվածքներ է թողնում, հա, բայց եթե այս ամեն ինչը մենք նայենք ուղեղի տեսանկյունով այդ էմոցիաները ստեղծում են շատ ուժեղ ոնց որ նեյրոնային կապ ու հիմա պատկերացրեք մենք VR-ով
ու քանի որ թիմը մեր մոտ կարողանում է խաղեր գրել, մենք կարող ենք տարբեր էմոցիաներ ստեղծել։ Այսինքն ինքս ձգտի ինչ-որ մի հատ բարձունք, հա, հասնի ու այդ բավականության զգացողությունը կամ անընդհատ ձգտելու 1-2 չստացվի, երրորդին ստացվելու այդ հաղթելու ընթացիկ փոքրիկ ստրեսային այդ կորտիզոլի բարձրացում, այո, նորադրենալինի արտադրություն, դոֆամինի արտադրություն, դրանք շատ կարևոր են նեյրոնային կապերի առաջացման ու ոչ միայն առաջացման, այլ պահպանման համար։ Ու այս մոտեցումը արդեն ինքը sense մի հատ փակ համակարգ է դառնում, որը որ կոնկրետ ողնուղեղ գլխուղեղ տրավմաներով պացիենտների համար շատ մեծ դրական ազդեցություն կարա ունենա։ Հիմա այս պայդրությամբ մեր մոտ ինչն է խնդիրը, որ քանի որ խաղեր գրելը ինքը բավականին շատ թանկ ու ծախսատար ու ժամանակատար, մի խոսքով ռեսուրս ուտող բան է, այս պայդրությամբ մենք տենց լավ հիմիկվա խաղերը շատ լավն են, հա, քանի խաղ ունեք։ Հիմա այս պայդրությամբ մոտ մի խաղ է, մի խաղ ու քայլելու մի միջավայր, բայց այդ դահուկի այդ մի խաղը նաև ունի 12 դաշտեր, 12 բարդություններ։ Դահուկի դաշտը ես անցել եմ, մի փոքր խաղացել եմ ու հիշում եմ գնացի ծառին այդպես սարից իջնելով, հետո նայում էի տեսանյութը, ինչ ռեակցիա եմ տալիս, հենց մետագետն էի փորձարկում, շատ բնական էր, այդ նույն հասնելը, հետ գնալ կուչ գալը։ Իսկ այդ ամեն ինչը բան է, էլի, այդ ամեն ինչը սա նեյրոնների ու նեյրոնային կապերի, սինապտիկ կապերի վրա շատ լուրջ ազդեցություն ու հետևանք են թողնում։ Իրականում երևի այս տարվա վերջին արդեն շատ ավելի հետաքրքիր խաղեր կունենանք, որ պացիենտը ամբողջությամբ կներգրավի խաղի մեջ ու անընդհատ այդ ոնց որ պարտվելու ու հաղթելու այս ընթացքում ոնց է, չգիտեմ, ես Մարիոյից հետո խաղեր չեմ խաղացել, տենց ոնց է չէ դաշտերով։ Այսպիսի խաղերով ու շատ մեծ էմոցիոնալ դաշտով իմ ներքին համոզմամբ էլ եմ ասում, սա ընդհանրապես թեզ է, որը որ դեռ պետք է պաշտպանել ու ապացուցել, բնականաբար հիմա շատ բժիշկներ կարող են ինձ լսել ու նաև քարկոծել, բայց իմ ներքին համոզմամբ ու իմ ինչքան որ ես ուսումնասիրել եմ համաշխարհային գրականությունը, այս մասնագիտական գրականությունը կամ հոդվածներ, վերջի գիտական հոդվածներ ուսումնասիրել եմ ու այդ փորձը ինձ հուշում են մի բան, որ մենք շատ մոտ ենք այդ ողնուղեղի տրավմայով պացիենտների վերականգնմանը, գոնե հասնել նրան, որ կարողանան քայլակի կամ ձեռնափայտ, այսինքն սայլակից հրաժարվենք։ Սա իմ ներքին, այսպես ասած, համոզմունքն է, որովհետև հիմա շատ կան, հա, հենց այս նոր նեյրոնային բողբոջումների մասին, նեյրոպլաստիկության մասին, նոր նեյրոնային կապերի առաջացման մասին, սինապտիկ կապերի ձևավորման մասին, այս ամեն ինչը հիմա մենք փորձում ենք վիրտուալ իրականությամբ, այսինքն վիզուալ ազդակների միջոցով ոնց որ այս խնդիրը լուծել, sense մի հատ նաև անեկդոտ կա, ոնց որ երկու հոգի խոսում են, մեկը մեկին ասում է բանը առուց ընկրել էր հետևիցս, ասում է, բա ինչ արեցիր, անապատում առուց ընկել էր հետևիցս, ասում է, բա ինչ արեցիր, ասում է, դու ծառը բարձացա, ասում է, բայց անապատում ծառ չկա, ասում է, բայց դու բա ինչ ես նայում, կա, չկա, բարձանում ես։ Բայց էսի ճիշտ է, հումոր, բայց սա խոսում է նրա մասին, որ էքստրեմալ վիճակներում մարդու ուղեղը չգիտես ոնց ու չգիտես որտեղից գտնում է այդ տվյալ խնդիրը լուծելու, այսպես ասած, ուղին, հա, շատ դեպքեր կան, հիմա անունները ես չեմ հիշում ուղղակի, բայց կարելի է ինտերնետում նայել կամ ոնց որ մեզ դիտողների ինտերնետում փորփրեն ման գան, որ ոնց ա եղել, որ մայրիկը հենց քո
այսպես ասած կառուցվածքի տեսել է որ երեխան ընկել է մեքենայի տակ այսինքն այդ մեքենայի ինչ որ դանգրատը ընկել է մնացել է երեխան մեքենայի տակ բարձացել գնացել է մեքենան մենակ բարձացրել է ու երեխային հանել են մեքենայի տակ ու բարձրացել ինչ որ մի ժամանակ պահել է ու ճճացել է նոր եկել երեխային հանել են դրանից հետո հաճիշտ է ինքը մոտ մի 3-4 ամիս ոնց որ 6 ամիս նո ժամանակը էական չի շատ ոնց թույլ վիճակում ա եղել հետո վերականգնել է բայց այսինքն տիտանական ուժ է գալիս էլի հա բայց այդ տիտանական ուժը առաջացել է տիտանական էմոցիայից ու նյարդային գել լարումից հա հիմա մեր չէ հաշմանդամություն ունեցող պացիենտներին պետք չի բերել ինչ որ այնց էմոցիոնալ ինչ որ վիճակում իրենց դեպքում ինչ որ չափավորություն ամեն դեպքում հաշվի առնում եք չէ հատկապես զին հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպքում ստրեսային ինչ որ խաղում ստրեսային բաները ավելի նվազեն թե հակառակը Այս պայդրությամբ մենք այտենց խաղեր չունենք, բայց քանի որ ես ճանաչում եմ գրեթե մեր բոլոր տղաներին, գրեթե բոլորին որ տեղաշարժման սայլակով, իրանց բնավորությունը, իրանց առհասարակ այդ իրանց ապրելակերպը, իրանց մոտեցումները, պատկերացումները, աշխարհընկալումները, հա, այն որ ասում եմ հեչ պետներն էլ չի, էլի։ Նո այս ինչ ընդհանրություններ ունեն իդեպ մեր զին հաշմանդամը։ Բոլորը շատ հումորով, շատ առաջի տեղում այդ հումորը կդնեի յուրահատուկ ինքնահեգնանք ունեն ես շատ հաճախ տեսել եմ ու ինձ շատ դուր է գալիս որ իրենք չեն սահմանափակվում այդ կարգավիճակով ու դա իրենց համար ժամանակավոր մի խնդիր է որ պիտի լուծեն հա այդ հետո ամենակարևորը շատ ապրումակցող են կոնկրետ մեր տղաների մեջ ինչ եմ նաև ես շատ հարգում գրեթե բոլորի մեջ կա այդ սպայկը հայերեն ոնց է միահամում այդ լավ սպայկա էլ ասենք էլի հենց այդ սպայկայի գաղափարը կա որ մեկը մյուսի կողքին ցած պինդ կանգնած են Դավիթ խաղերի մասին քանի որ խոսեցինք հիշում եմ որ նաև տուրիզմը զարգացնող խաղերի պլաններ ունեիք կամ կարծեմ մեկը կար Սևանի շուրջ Տաթևներ Տաթևանական համալիրը Ինչու եք որոշել նաև այդ ուղղությամբ այսինքն վերցրել եք խնդիր զին հաշմանդամություն ունեցող կամ առասարակ հաշմանդամություն ունեցող մարդուն օգնելու սարքի միջոցով մետագեթի եւ դա բավարար չի VR-ն եք ավելացրել VR-ի մեջ էլ ինտեգրել եք հայկական տարբեր էլեմենտներ, առողջ ապրելակերպ, մի հատ էլ մշակութային վայրեր։ Այդ որոշմանը ոնց եկաք եւ ինչ նպատակ է դա հետապնդում։ Սկզբից հատկապես դուրս էլ արտահանել ես այդ խաղերը նաեւ օտարերկրացիներն են միանշանակ ու հաջորդը լինելու է Շուշի Ղազանչեցոցը, բայց դա հլվոր հիմա չէ, որովհետեւ թող ներեն ինձ հայրենակիցները կամ մարդիկ իմ նպատակը այս պայդրությամբ ու երազանքը ու կյանքի նպատակը որպեսզի ես կարողանամ այդ ողնուղեղի տրավմա շրջանցել կամ ստեղծել նոր նեյրոնային կապեր կամ այնպես անել որ գոնե մարդը խադունակով քայլի ողնուղեղի տրավման չլինի այսպես ասած ոնց որ սայլակին սայլակով տեղաշարժվելու ոնց որ խնդիր հա այսինքն գոնե մարդիկ կարողանան թեկուս քայլակի օգնությամբ ձեռնափայտի օգնությամբ քայլեն ինքնուրույն քայլեն մեքենան ստան կամ առհասարակ քայլեն իմ նպատակը դա է տուրիզմը զուտ եղել է ոչ թե հենց այդ մեր Հայաստանի համար ոչ թե դա եղել է հենց կոնկրետ մշակութային ինչ որ բան ներկայացնելու համար բայց դա եղել է դրա նպատակը որ հետագայում մենք դուրս գանք դուրս մենք ունենանք հաշմանդամային կիբերտուրիզմ հայկական ոնց որ այդ տուրիստական վայրերից
ոնց որ ելնելով ոգեշնչված, հա, ու մարդիկ նաև մեր մշակույթին ծանոթացնենք, բայց ոնց որ նպատակը, առաջնային նպատակը դա չի եղել, ուղղակի մեզ պետք էր քայլելու միջավայր, որտեղ առասարակ ոչ միայն մեր հայերն են հաշմանդամություն ունեցող անձին, որը որ ինքը այդ միջավայրում կքայլեր, կտարվեր այդ գեղեցկությամբ ու ընդեղ մենք նաև կար, որ մոտենում ես քահանային 3 լեզվով սկսում ու պատմել Տաթևի պատմությունը, հետո գնում ես ընդեղ այդ ահագին պատմելու ցույց տալու տեղեր կա, որտեղ մարդը իրանից անկախ ինքը տարված կլինի պատմությամբ, կսկսի տենց ոնց որ քայլել, այսինքն ճիշտ ասած կգնա, բայց ինքը իրականում կկտրվի այդ չքայլելու, ոնց որ ձեր դեպքում դա օգնել, ինքը իրական է, ճիշտ ասած դուք ավանի մեր օֆիսում եք, բայց ձեզ թվում է, որ հեսա սարից ընկնում եք, այդ ձևով մենք այդ կերպ մտածում ենք, որ կարելի է հաշմանդամություն ունեցող անձին ուղեղը, այդ արգելակմանը այդ ձևով խաբել։ Իսկ մտավախություն չունեք, որ Ղազանչեցոցի խաղով միջազգային շուկա դուրս գալիս դիմադրություններ կունենաք։ Պատկերացրուք հետևյալը, ասենք ինովացիոն պրոդուկտ, հաշմանդամություն ունեցող անձի հետ կապված, այդ ժամանակ մարդիկ առաջի հայացքից չեն տեսնում Ղազանչեցոցը, տեսնում են սարքը, վաու, այս ինչ թույն է, այս կոմ են կոմ, հա, բայց այդ Ղազանչեցոցը ոնց որ ավելացված արժեքն է, որ մտցնում ես իրենց ուղեղում, հետո չեն ուզում իրան գիտեն։ Ինչ դրա գալիս կոմենտացում է։ Գնացեք բան արեք, այդպես ձգումներ արեք կամ մասը, գնացեք մերսում ընդունեք։ Այսինքն դու ուզում ես ստեղծել այդ խնդրի լուծումը եւ այդ դեպքում արդեն թելադրողի դիրքերից եւ որպես նորարարություն եւ գյուտ ամբողջ աշխարհում մենք կկարողանանք դրան հասնելուց հետո տարածել սա որպես բացառիկ հայկական հերթական նորարարություն։ Մենակ դա չէ, մենք հիմա այս պայմանությամբ եւս 2 պրոդուկտ ունենք ու ես նաեւ մոտ եմ իմ փոճուր երազանքին ունենալ նեյրոռեաբիլիտացիոն վերականգնողական կենտրոն, ինովացիոն նեյրոռեաբիլիտացիոն վերականգնողական կենտրոն, հիմա սպասում եմ 2-3 հատ ինովացիոն լավ սարքեր ունենք։ Պատմես ինչ սարքերի մասին։ Ուրեմն մեկը սովորական ճոճվող կանգնակ է, բայց ի տարբերություն աշխարհում գոյություն ունեցող այդ ճոճվող կանգնակներին կամ կանգնակներին, տենց սեղանիկ բան, ոչ մի բան չունի։ Շատ sense կապում է մարմնին, տեսադաշտը շատ մեծ, ոտքերի տակ համարյա լրիվ ազատ, այսինքն տեսադաշտը լրիվ ազատ, ինքը ճոճվելու հնարավորություն ունի, հագնում է վիրտուալ իրականության հագնոցները ու սկսում է բոքս խաղալ, այսինքն ինքը շատ ուժեղ զարգացնում է հավասարակշռություն, մարմնի քաշի գրում աչքոտից ձախոտ, կոորդինացիան է նպաստում ու հիմնականում ուղեղիկի ոնց որ ֆունկցիաները հիմա մենք կարողանում ենք, հա, միանգամից մարդուն ասել, տես դու քայլում ես ուղեղը, դու քայլում ես կամ դու վազում ես, դու գնդակ ես խփում, բայց նաև պետք է վերականգնելու համար, որ տեսնի, որ ինքը կանգնում է, կանգնած դիրքում է, ու կարողանում է իր կանգնած դիրքում իր հավասարակշռությունը պահել, մարմնի դիրքը, հա, տարբեր 360 աստիճան կարողանա ղեկավարել, դրանով ուզում ենք բոքս խաղը լինի, որտեղ էմոցիան շատ մեծ է, Եվ շարժը նաև, շարժի արագությունը, էմոցիա, կողմնորոշումը, հա, շարժումների ճկունություն, այս ամեն ինչը ու միևնույն ժամանակ սա նաև ավելացնում ենք վիբրացիաներ, այսինքն հարվածի ժամանակ ինքը ուժեղ վիբրացիա է ստանում, հա, այսինքն ուղեղը եւ ստանում է վիզուալ եւ ֆիզիկական ու եւ տակտիլ ազդակներ է ստանում, որը ավելի է ուժեղացնում նոր նեյրոնների կապերի առաջացման հնարավորությունը։ Մյուս սարքը թերևս իմ ամենաշատ, այսպես ասած, որպես մասնագետ ամենաշատը հենց այդ սարքն եմ սիրում, ուրեմն սա աշխատում է հետևյալ կերպ, շարժիչներ է դրած, ի տարբերություն Metagate-ին ինքը բանով չի անում,
ձեռքերով չի անում, հա, ինքը շարժիչները դրած, բայց էլի օթում է, սաղ, հա, մարդը կանգնում է, տեսնում է, որ ինքը հանգիստ կանգնած է, չի ընկնում, հա, ամեն ինչ նորմալ է իր հետ, ու սարքը միանում է, սկսում է քայլել, ինքը վարկյանի 1000-ական ճշտությամբ սինխրոնացնում է վիրտուալ իրականության հետ քայլելու, խաղում է ինքը միջավայրում, ցած տեսնում որ ինքը հանգիստ զբոսնում է, մեկ էլ այդ պահին գալիս է մեր առյուծը, ինքը սենց մոտավորապես մի 1000, 1200, 1500 քայլ անելուց հետո, երբ որ ողնուղեղի այդ կոչվում է CPG բջիջներ, որ այդ ավտոմատացված քայլքի համար է պատասխանատու, այսինքն հիմա որ մենք քայլում ենք, մեր ուղեղը համարյա տենց մի 2-3% է հետևում մեր քայլին կամ էլ դա լավագույն դեպքում, էլի, այսինքն то есть այն իր, ասենք, չգիտեմ, ընդհանուր 3%-ի կամ 1%-ի, այդ դրա մի տոկոսն է, այսինքն մեր ուղեղը վերահսկում մեր քայլին, այն մնացած ցավոք CPG բջիջներն են անում, երբ որ գլխուղեղի համապատասխան կենտրոնները VR-ով ակտիվանում են, CPG բջիջները նաև ակտիվանում են շարժման արդեն ֆիզիկական ժամանակ, այս երկուսը սինխրոնիզացնում ենք, այդ պահին ես սպասում եմ, երբ որ այն մեր առյուծը գա, այս մեր պացիենտը կամ աղբերը, որը որ արդեն սարքի վրա է, ինքը տեղյակ չեն։ Ինքը տեղյակ չի, որ այդ ընթացքում մոտորները անջատվելու է։ Հա, նույն եթե չանջատվի 100% աշխատանքից, 100%-անոց աշխատանքից իր, այսինքն 100% մոտորները, որ մարդու քաշը 100%-ությամբ կրում են ու տանում են, 100%-ից իջնելու է 10%, 20%, հետո էմոցիան բարձրանալու է, հետո եւս իջնելու է 20%։ Մոտավորապես հեծանիվ քշել սովորեցնելու նման է, հա, այն որ ասում են բռնել եմ հանգիստ, հետո քշում ես, տեսնում ես, որ ոչ մեկ չի։ Ու այդ սարքը դեռ պատրաստ չէ։ Այդ սարքի պապիկն է պատրաստ հիմա չէ։ Փորձարկել եք ինչ որ թե դեռ ես ինքս փորձարկել եմ, բայց ըստեղ շատ մեծ ուժերի մասին է խոսքը լինում, շարժիչները պետք է լինեն շատ փոքր կոմպակտ ու շատ փոքր հոսանք ծախսող ու շատ մեծ ուժ գեներացնող, էլի, ես տենց շարժիչներ ունեի, իրենց այդ ռեդուկցիոն բաներով, ինքը բավականին դանդաղ էր պատտվում, որպեսզի մեծ ուժ տար, հիմա արդեն մենք մեր հայերը շատ լավն են, իրոք արժեք ստեղծող հայերը շատ լավն են, երբ որ լրիվ անծանոթ տղաների հետ ասացի, խոսացի, սենց խնդիր ունեմ, ասին դու խնդիր չունես։ Հիմա արդեն առաջի անգամ որ արեցի, շարժումները շատ դանդաղ էր, քայլքը շատ դանդաղ էր, հիմա արդեն տղաների օգնությամբ նայրի թեքի տղաների օգնությամբ հիմա ոնց որ այդ շարժիչների հարցը կլուծենք ու հետո արդեն դե VR միջավայրեր ունենք ու այդ ոնց որ այս ունենալուց հետո արդեն պրոտոտիպը ունենալուց հետո արդեն մենք ունենանք բանը, էլի, այդ իմ ասածը, որ ես մտածում բավականին հզոր բան է լինելու, այդ ժվել նստել կանգնելն է տենց լինելու։ Ու հենց այս բանը ես ընկերներիս մեջ սենց ընկերական շրջապատում ասում եմ որ հենց այս սարքերը ես ունենամ արտադրության մասում կամ մեր նամանավանդ օֆիսային մասում ինձ այդքան է շատ չեն սիրում որովհետև շատ եմ խանգարում չնայած փորձում եմ օգնեմ բայց միշտ ստացվում է որ խանգարում եմ բայց ասել եմ ինձնից ազատվելու լավագույն տարբերակը իմ համար միացած մի քանի սարքեր տվեք ես գնամ իմ ռեաբիլիտացիայով զբաղվում դուք ինչ ուզում եք արեք Ընտիր Տեկինս էլ է բայով մեկ է Հայր Միքայելը սենց երեխուն է հարթնում բոս պապայիդ մամայիդ նման հսկա սկինս ասպա հիմա չհասկացա Հայր Միքայելը մեզ գովեց կոնկրետ Ուզում եմ նաև արդյունքներից խոսենք սարքերը կիրառող շահառուների ինչ դեպքեր արդյունքներ են գրանցվել այդ ձեռքինը ասացիր բայց մետագեյթը կիրառելուց եթե չեմ սխալվում մենք ունեցել ենք
ոտքերի մենք ինչի եմ ասում որովհետև մենք միասին ենք այդ ամեն ինչը արել ես եղել եմ նախագծում ու այսպես ուխնուծուծով գիտեմ փորձում եմ հնարավորինս չեզոքություն պահել որ մարդկանց եւս լիարժեք պատմենք չնստենք խոսենք մեր իմացածից բայց հիշում եմ որ այնտեղ ոտքի վերջույթներում զգացողություններ են ունեցել ու մի դեպք էլ կար որ սկսել էր քայլել մենք այդ դեպքը չէինք բարձրաձայնում որովհետև դա մեկ դեպք էր եւ սարքի տեսանկյունից ճիշտ չէր դա համարել որպես արդյունք այսպես փաստագրված բայց ուզում եմ այդ մասին եւս պատմես նայեք հիմա իրականում մենք ոնց որ քանի որ մեր միջավայրերը շատ քիչ են մեր միջավայրերը այսպես քիչ են այսինքն այդ հզոր խաղերը դեռևս չունենք ու նաև մի քիչ էս հարցից շեղվում մի բան էլ ասեմ մենք նաև գիտահետազոտական շատ լուրջ աշխատանք ենք անելու այդ սարքերի ժամանակ որ իմանալու ենք որ էմոցիայի ժամանակ սրտի աշխատանքը ոնց է փոխվում ու վերջույթում նեյրոնի ակտիվությունը, նյարդի իմպուլսի ակտիվությունը որքան է։ Դա գործիքից արեցինք շատ լավ միտք։ Հա, այդ էլ ենք ունենալու ու ինքնալ շատ sense մի հատ գիտական լրիվ ուրիշ բան է դառնում, որ ուղեղի պոտենցիալը նաև մենք կարողանանք դա էլ ոնց որ մոնիտորինգ անել, թվայինացնել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ձեր հարցին, նայեք, մեր մոտ միջավայրերը, քանի որ արդեն քիչ են ու իրենք հիմնականում դաշտերով չեն այսինքն ըստ բարդությունների չեն ըստ հա մարդիկ մի քանի անգամ խաղում են ու էլի հետաքրքրությունը կորում է չնայած էլի անթադ շատ լավ է որ դու կանգնում ես տեսնում ես որ դու քայլում ես բայց այնտեղ խաղի մեջ խնդիր չկա լուծելու հա բայց հիմա մենք արդեն ստեղծում ենք խաղեր որտեղ որ կլինի խնդիր լուծելու ու մարդը ասենց ամբողջությամբ ասենց կներգրավի խաղի մեջ որպես այդպեսին տենց վաու բաներ չունենք արդյունքներ չունենք բայց դրանք ունենալու ենք հա ու հիմա այս 2-3 սարքերը որ արդեն լինեն ու այս լավ միջավայրերը որ լինեն այն միջավայրերը որ VR միջավայրերը որ ես եմ արդեն ուզում ու հիմա մերոնք դրա ուղղությամբ աշխատում են այդ ժամանակ արդեն կարճ ժամանակում մի քանի ամսում շատ ցած զգալի արդյունքներ են ունենալու Դե գիտեմ նաև որ սարքերը բավականին թանկ են, ծախսատար են։ Դե մենք Արմենիայի հարցուկով էդի դրամադրել ենք, այդ խնդիր չի։ Բայց ամեն դեպքում հետագայում նաև շուկա դուրս գալու համար ինչ որ հետազոտություն արել եք, շատ հաշմանդամություն ունեցող ինչքան մարդիկ կան աշխարհում, ինչ ուղղություններով եք գնալու, ոնց եք հասնելու իրենց։ Նայեք, իրականում հաշմանդամությունը բավականին տարածված է, որպեսզի պատկերացնենք Ռուսաստանում մոտավորապես 14.5 միլիոն է հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, այսինքն 14 այս պատերազմից հետո նայեք, ես միջինացված թիվ եմ ասում, միջև պատերազմը Ռուսաստանում ստատիստիկան ասում է, որ 11.5 միլիոն է հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, բայց պատերազմում արդեն ասում են ու ինձ թվում է նաև ճշմարտություն կա, որ զոհերի թիվը միլիոնից անցել է հա, ոնց ինչ-որ լուրեր է, որ տրամաբանության, այսպես ասած, դաշտում է, ու այդ պատերազմի ստատիստիկ թվերը հետևյալն են, եթե կա 1 զոհ, ապա 5 վիրավոր, ասենց բան կա, եթե ասենց, հա, բազմապատկում ենք մի քիչ միջինացնում են, գալի թիվը մոտավորապես 14.5 միլիոնի մոտերը պտտվում է, բայց օրինակ Հնդկաստանում 26 միլիոն 800 հազար հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ում 35 միլիոն է։ Իսկ պատճառներ կան, ընդհանուր այսպես հիմնական պատճառներ ինչի։ Ամենահիմնական պատճառներից մեկը ամենահիմնական պատճառներից մեկը բժշկության զարգացումն է։ Այսինքն, հա, այն ժամանակ եթե տվյալ տրավմայից ավտովթարից մարդը կմահանար, հիմա բժշկությունը կարողանում է այդ հարցը լուծել։ Հետո պատերազմներն են, բնական աղետներն են։ Փոխարեն, այսպես ասած, իրենք շարունակում են ապրել հաշմանդամություն ունենալով։ Շատ կոպիտ ասած, հա, բայց ասենք հիվանդություններն են, ինսուլտը, նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են, հա,
ասենք ինսուլտը կոպիտ շատ կոպիտ եթե ասենք մենակ ինսուլտը հերիքա որ այդ տիպը լինի, հա, սիրտանոթային հիվանդություններով կամ սանց գնալով ասենք չգիտեմ բնական ավտովթարները, հա, եթե այն ժամանակ այդքան շատ չէին մեքենաները, հետեւաբար վթարներն էլ այդքան շատ չէին, բայց հիմա մեքենա ունենալը շատ հասանելի է դարձել ու մեքենա փոխելը շատ ավելի ոնց որ բան հասանելի է էլի համ ունենալը համ փոխելը եթե այն ժամանակ վթարելնում բան չէ այդ մարդը շատ դժվարությամբ էր արտում շատ խնայողությամբ ասենց վերաբերվում հիմա շարժություն չել դարձնում այս ամեն ինչով պայմանավորված նաև հիվանդություններն են երիտասարդացել նաև մեր սնունդը մեր առօրյան մեր ամեն ինչով պայմանավորված հիվանդություններն են շատացել մենք քիչ ենք շարժվում իսկ անշարժության հետևանքով ինչ խնդիրներ ու հիվանդություններ կարող են առաջանալ միշտ սիրտանոթայինից բռնած ինչև ասում չգիտեմ հավեսնամոքսային դուրս եկած ինչ ասես կարա լինի այդ շարժվելու հետևանքով հաշմանդամություն ունեցող մարդկանց մեծամասնությունը հիմնականում մենք այդ ոչ թե մահանում են հենց տվյալ տրավմայից, հա, այլ ժամանակի ընթացքում զարգացող այլ հիվանդություններ, օրինակ պարկելախոց կարա լինի, հետո վեր բացվի, հետո դերից ասենք ինչ-որ վարակներ գնան, հա, կամ ասենք սիրտանոթային հիվանդություններ առաջանան, կամ հիմնականում մենք ունեցել ենք որ երիկամների խնդիր են ունենում, երիկամների բորբոքումներ, հետո դիալիզ, հետո Այսինքն այս բոլոր սարքերը անկախ քայլելու հնարավորություն քայլքի հնարավորությունը վերականգնելու փորձից անկախ այո կանխարգելիչ այո շատ մեծ նայեք որպեսզի պատկերացնեք ինքը նաև մենք հենց քայլաբերը նաև ինքը պետպատվերի շրջանակով անվճար տրամադրվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց օրինակ տղաների որոնք ես ճանաչում եմ որոնք որ օգտագործում են բարբերաբար սարքը ոչ մեկի մոտ այդ պարկելախոս չի բացվում կանտրակտուրաներ չունենք ու սենց մի շարք ըստ ԱՀԿ-ի 30 եւ ավել հիվանդություններ է առաջանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում որից մեկի բարդացում կամ մի քանիսի բարդացումից արդեն շղթայական տարածվում է բայց սա ուղղակի կանխարգելում է ու ոչ միայն կանխարգելում հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունները, այլ նաև պետբյուջեն է խնայում։ Հա պատկերացեք հիմա ունենք այն ժամանակ էլ կար պետպատվեր, հա, պարկելախոցը բացվեց, դա հաշմանդամություն ունեցող անձը կարգ ունի, հարթագրվում է, գնում է միլիոն, միլիոն ու կես, միլիոն երկու, հիմնականում 3-400,000 դրամից սկսած այդ վիրահատությունները, էլի, հա, մինչև 2 միլիոն, 2.5 միլիոն կարա լինի պարկելախոցի վիրահատությունը։ Գնում է վիրահատվում է նորից մի 6-7 ամիս պարկում է փորի վրա անընդհատ 24 ժամ փորի վրա Չէ, որ չսկսի։ Մի կերպ այդ վերքը փակվում է, նորից վերադառնում նստում է սայլակին, մի 6 ամիս լավ, մի տարի լավ, տարուկես նստած, նորից առաջանում է այդ պարկելախոցը։ Նորից էլ պետությունը փոխանցում է, այլ վիրահատում են։ Նու այդ վատագույնները կարելի է համակարգել, ուղղորդել հենց քայլաբերի ստեղծմանը, ոչ թե հենց չուղղորդել դրան, հենց հիմա քայլաբերը մենք տրամադրում ենք, բայց հենց այս խնդիրները ունդեղ ես մենակ ասացի պարկելախոցի մասին, հա, բայց ունդեղ տարբեր շատ հիվանդություններ կան։ Հա, դրանք սա կանխարգելվում է, ու այդ ամեն ինչը, այսինքն ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձի կյանքի որակն ենք բարելավում, այլ նաև այդ բյուջեի ծախսերն ենք խնայում։ Ու այս մոդելը առհասարակ աշխարհում շատ ընդունված է։ Ես հիշում եմ Նիդերլանդներից եկել էին իդեպ Նիդերլանդներում վերականգնողական բուժումը ռեաբիլիտալոգիան ինքը շատ բարձր մակարդակի վրա է աշխարհում top 10-ի մեջ են իրենք հա ու զարմացել էին այդ բժիշկները ոնց ասում այս սարքը պետպատվերով անվճար տրամադրվում է ասում ենք հա ասում նույնիսկ Նիդերլանդներում մտածված չկա ասում իսկ Հայաստանում կա
Ինչ լավ է։ Իսկ հիմա քանի կառույցներ եւ քանի հոգի ունեն սարքեր, որ օգտագործում են։ Չգիտեմ, անկեղծ չեմ հաշվել, բայց այս վերջերս մոտ 1000-ից ավել մենք տրամադրել ենք տարբեր տեսակի սարքեր։ Այդ 1000-ից ավել նաև ունենք փոքր թվով արտահանումներ, դրանք էլ ներառյալ էլի Դուբայ, Միացյալ Նահանգներում ունենք, Դուբայ, ԱՄՆ, Գերմանիա ունենք սարք, Վրաստան ունենք, Ռուսաստան ունենք, սենց Դանիեցքում կա։ Իսկ ինչ հակացություններ ունեն սարքերը։ Նայեք, հիմնականում այդ հակացությունները, նայած որ սարքի մասին է խոսքը, հա, կոնկրետ մետագեյթի, ասենք հղիությունը հակացում է, եթե կինա, էպիլեպտիկ նոպաները հակացուցում է, եթե մարդը ունի այդ խնդիրները, սենց միշը այդ իրավիճակներում զուտ ինչն է պատճառը լինում, որ չեն կարող օգտագործել էմոցիոնալ հա, կամ ասենք այդ հիմնականում VR-ը մի քիչ սրբխառնած առաջացնող է նմանավանդ 1-2 պարապմունքների ընթացքում, բայց հիմնականում ինքը քիչ process-ը գալիս է նրան, որ ինքը ոնց որ այն ինչը որ ինչի համար որ ինքը հակացուցված է, նաև ինքը դրա դեմ է ու դրա կանխարգելու օրինակ օստեոպորոզի ծանր դեպքերի ժամանակ, հա, բնականաբար ակտիվ բանով աշխատելը, մետագեյթով աշխատելը չի կարելի, հա, բայց սկզբից քիչ-քիչ պետք է կանգնացնել, ասենք օրական 2 րոպե, 3 րոպե, 5 րոպե, 10, 20, 30, 40 հետո կանգնացնելուց հետո որոշակի սկսել իր այդ շարժումներ անել, դրանից հետո մի հատ դեսիմպտոմետրիկ հետազոտություն անել, տենալ ոսկորների փխրությունը, ինչքան է փխրունությունը, հա, ինչքանով է վերականգնվել, այսինքն ամեն ինչ հարաբերական է, թե կարելին, թե չի կարելին հարաբերական է, կախված պացիենտից, կախված, ասենք, ինչ խնդիր ունենք։ Հասկացա։ Իսկ տվյալները, որ սենսորները ամեն դեպքում տվյալներ են հավաքագրում, ուր են գնում այդ տվյալները եւ ինչ են արվում տվյալների հետ։ Այդ տվյալները հիմնականում սերվերում են լինում, պացիենտները տեսնում են կամ բժիշկները տեսնում են ինչքան է քայլել, ինչքան է ինչ ճանապարհ անցել, իր ակտիվությունն են տեսնում։ Հա, բժիշկներին, տվյալ բուժող բժիշկին կամ հենց իր application-ի մեջ, այնտեղ ավել ինչ որ առողջության կամ տես գերգախնի բան չկա, էլի, այսինքն մարդը սայլակով տեղաշարժվում է ու մարդը ասում է որ այսքան, այսինքն դա բան չի, էլի, խիստ անձնական ինչ-որ ինֆորմացիա չի, դրա նպատակը զուտ կարողանա, որ տեսնենք թե որ ինչքան քայլելուց հետո, սարքում ինչքան զբաղվելուց հետո ինչ արդյունքներ ունենք։ Հա, հիմա այդի որոշակի sense վերցրել ենք, փոխել ենք ամբողջությամբ հիմա ենք sense դաթարի վիճակում, հա, որովհետև հիմա մենք իր վրա ավելացնում ենք սրտի աշխատանք, որ տվյալ պահին ինքը որ պատկերից, որ գործողությունից, որ շարժումից իր մոտ ինչքան է, ինչ փոփոխություններ են առաջանում, որպեսզի հետագայում մենք կարողանանք նաև օրինակ, հա, կրծքային 5-րդ 5-6-րդ, ասենք, ողի մակարդակում առաջացած տրավմայի բուժումը ֆիզիոթերապիայի խնդիրները լրիվ ուրիշ են, ասենք գոտկային, չգիտեմ, 3-րդի ժամանակ ուրիշ են, պարանոցային 2-րդի ժամանակ ուրիշ են։ Իսկ այս ամեն ինչը թե ինչ մեթոդներով կարելի է նորագույն տեխնոլոգիաներով, ինչ մեթոդներով կարելի է այդ պացիենտի հետ աշխատել, այդ դրանք մենք կմշակի, մենք ասելով Հայաստանում պետք է մշակվի ու այն երազանքը գիտեք, որն է նոր Հայաստանում ունենալ մեծ վերականգնողական կենտրոն, ինովացիոն նեյրոռեաբիլիտացիոն կենտրոն, որտեղ ինքը կլինի այդ այսպես ասած սպորտը, որտեղից սարքերը ամբողջությամբ տարբեր ամբողջ աշխարհում մեր սարքերը կունենան, հիմնականում այդ ինովացիոն սարքերը, որոնք որ VR, online, ցանցային վիճակով են աշխատում, ու երբ որ մենք տեսնենք տվյալ մարդու մոտ փոփոխություն,
այսինքն որ մկանը սկսել է աշխատել, մկանները աշխատում են բնականաբար մենք իրենց հետ on-line կշփվենք, ասենք, խոսենք, իրենց հետ հնարավորություններն էլ լինելու, որ իրենք այնտեղ մեր հետ անդադ կապ պահեն, ինչ խնդիր է առաջանում, ոնց է լինում, իրենց մոտ ինչ փոփոխություններ է լինում, հետո իրենք սայլակով կգան Հայաստան, քայլելով Հայաստանից մեր կենտրոնից կգնան իրենց տները։ Ասացիր, որ երազանքիդ մի փոքր մոտ ես։ Հա։ Կենտրոնի մասին սարքերից բացի ինչ որ առաջընթաց։ Չէ, այս բան սարքերն է, բայց այդ կենտրոնը, այդ ամեն ինչը դրանք երկրորդական են, այստեղ կարևոր մեթոդ ունենալն է, որովհետև երբ որ դու ունենաս արդեն աշխատող մեթոդ ու աշխատող ասենց ինչ-որ համակարգ, ինվեստորից բռնած մինչև պետության, ասենք, մակարդակով այդ գումարը կամ բանը կարա ճարվի, էլի, դա ընդհանրապես խնդիր չի։ Ինձ այդքան շենք շինությունը ու գումարը հետաքրքիր չի, որքան որ այս բանի մեթոդը, թե մեթոդը ինչքան է աշխատում։ Դու հիմա իսկական նորարարի ձևով ես խոսում, ինձ այդ շատ դուր է գալիս, որ կարևորը լուծումը գտնենք, մնացածը կլինի։ Չէ, ինձ թվում է հասարակ նորարար պետք չի լինել, էլի դրա համար, բայց ինքը շատ հասարակ է, էլի, այսինքն եթե ունես աշխատող տարբերակ, գումարը, ֆինանսը, միջոցները, շենքը, շինությունը, մարդիկ, դրանք թող ինձ ներեն, բայց ընդհանրապես միջոց են։ Իհարկե, ու լավ գաղափարի շուրջ հավաքվում։ Միանշանակ։ Ես հիշում եմ, որ դուք նաև ստեղծել էիք էլեկտրական կցորդիչով անվասայլակներ, ու մեր 10:30 ակումբի երեկոներից մեկին ձեր շահառուներից մեկն էր եկել, առաջին անգամ, հա, Անջանիկը դեմքա ուրասս գնում է ինքը։ Ու հետաքրքիրը որն էր, բան ունեն, գինու երեկո էր, թե եկել էր, այդպես դիմավորեցինք, շփվում էինք ու երբ ուզում է իրեն գինի լցնել, ասաց ես ղեկին եմ։ Առաջին անգամ այդպես մտածեցի, հետո հիշեցի ու ինքն էլ պատմեց, որ մինչև 60 արագություն բացում է ու մեքենաներին հավասար այդպես հանգիստ իրականում այդ կցորդիչը հանել ենք արտադրությունից, որովհետև մի քանի անգամ դեպքեր եղան, գնացին շուռ եկան, գնացին արագությունը գերազանցել է։ Հա, ասենց խնդիրներ առաջացավ, ես բայց ինչ որ վատ պատմություններ չեն ավարտվել։ Չէ, դրա համար հանել ենք, չենք արտադրում ու հիմա արդեն ավելի շատ ուզում եմ խորանամ վերականգնողական սարքավորումների մեջ, առաջնային, հիմնականում մենք ընկերությունը մի քիչ փոփոխել ենք, ինքը ուզում ենք սարքենք իրեն էկո համակարգ, այսինքն ամեն ինչ վերականգնողականից մինչև առօրյան կազմակերպելիք սարքավորումներ, ինչ որ պետք է դա ունենանք, բայց հիմա մի քիչ ֆոկուսը փոքրացնում ենք, որ հետո կանենք արդեն մեծացնենք, էլի, հա, հիմա այս բայդությամբ ավելի շատ ֆոկուս ենք լինում այս կոնկրետ վերականգնող սարքավորումների, ինովացիոն վերականգնող հենց ուղեղի վրա ազդող, հենց տվյալ տրավմայի կամ տվյալ ֆունկցիաների վրա ազդող սարքավորումներ ունենալ, քան ասենք կցորդիչ կամ ինչ-որ լավ սարքեր են, համաձայն եմ, բայց իմ երազանքում մեծ նպատակի ուղղում հələ որ իրանք լինելու են, բայց ոչ հիմա։ Դավիթ, իսկ թեքը հարթակների հետ կապված ինչ որ մտքեր ու լուծումներ ունես Հայաստանում, գիտենք, որ թեքը հարթը մենք հիմա վերելակներ ենք արտադրում, տարբեր թեք բարձրացնող, ուղիղ բարձրացնող վերելակներ, Երևան քաղաքապետարանի հետ համագործակցեցինք, Երևան քաղաքում տեղադրեցինք այդ վերելակները, հիմա տեսած կլինեք, հանդիպել եմ, դա ձեր երիտասարդականը մեկը սիզոնսը մերը չի, բայց մնացածը սա մեր ընկերությունն է դրել, բայց մի քիչ հետևողական չեն, մենք այդպես բացել են ելակ բան տեսած կլինես ինտերնետում, որ ելակը հաբը դրել են վրան վաճառում էին։ Չէ, տեսա։ Այսինքն լուծում տվել եք կիրառելու տեսանկյունից դեռ խնդրահարույց է։ Հա, համարյա բոլոր տեղերն էլ այդ կիրառելու։ Չնայած մենք այն ժամանակ զգուշացրեցինք էլի, ասացինք ավելի լավ ուղղահայաց դնենք, չնայած այդ խեղճ մարդիկ էլ մեղջ ունեն, որովհետև
տեղեր կային, որ հնարավոր չէր, տեղեր կար, որ հնարավոր է, չգիտեմ, ինչի չեղավ, բայց հիմա օրինակ բանում դրել ենք այս վերջի դրածներից BS Cosmo-ի օֆիսն է, տեսած կլինես, եթե գնացել ես այդ վերելակը հենց մուտքի, էլի մեր դրածնա այսքանի արդեն 2 տարի է դրել, 2.5 տարի է դրած, ոչ մի խնդիր չի լինում, ինչա հետևողականություն կա, այսինքն անցումի նման չէ, որ ասեմ, մի բզեն, մի քաշ են, մի ցած ոտով խփեն տնանից են գալիս, տենց չի էլի, բայց 2.5 տարի է ինքը շահագործվում է, ոչ մի անգամ, մի անգամ է խնդիր եղել, այս թևս որ բացվում է, դե ասենց քամուց մի քիչ ասում են կոմալում չօգտագործվելու ժամանակ ասենց մի քիչ ասում են կոմալում է էլի ասացին կլի կապեք որ այդպես չլինի ասում բայց որ կապեք արդեն չի իջնելու կամ չի բացվեցին լավ այսինքն ոչ մի ուրիշ լուրջ խնդիր չի առաջա որովհետև առաջացել որովհետև կա հետևողականություն այսինքն մարդիկ նայում են խնամում են բայց այն տեղերը որտեղ որ այդ խնամքը չկա կամ թերի է մոտավորապես մոտի հասնությամբ լավ փոշի է կուտակված այդ խնդիրը կա դրանք են կանում թրթուրավոր համակարգեր ենք բանանում հենց որ ինչ ասել է թրթուրավոր համակարգ սայլակա ասենց մեջքից ասենց թրթուրավոր համակարգ է բացվում թեքում ես աշճանների վրա ու աշճանները բարձրացնում մոտավորապես մենք եթե չեմ սխալվում 10 հաշմանդամություն ունեցող անձի մի դրամի ուժը ծրագիր չէ ID բանկին մի դրամի ուժի շրջանակներում մենք 8 թե 10 հոգու չեմ հիշում հիմա թիվը անվճար տրամադրեցինք այդ էլ շատ լավ ոնց որ հարց լուծող գործ է սարքա պատկերացրեք տրամ որ 130 կիլոգրամ կշռվում ու ապրում է 4 հարկանի շենքի 3-րդ հարկում որտեղ վերելակ չկա ու մենակ մամա պապայի հետ է ապրում պատկերացնում եք ինքը խոսում ես ամեն ինչ արդեն վիզուալիզացվում է ու այդ մարդուն պատկերացնենք այսինքն կոնկրետ դեպքի վրա ասենք մաման է պապան է արդեն գրիժա ունեին հələ պապան նաև համ գրիժա էր վիրահատվել համ կոկազնային հոտն էին արդեն պրոթեզավոր է ինքը հեշտ չի 130 կիլոգրամ կշռող մարդուն ասենք ընդամենը 3 հարկ բարձրացնել իջեցնել այդ ընդհանրապես այդ չեմ ասում որ սայլակից անկողնից սայլակ տենց հարցեր կան բայց փառք Աստծո հիմա տրամադրել ենք ինքը այդ սարքով շատ հանգիստ մի հոգի առանց ֆիզիկական ջանք կիրառելու կարողանում բարձրացնել իջնի հիմա մի հատ գործ ճանենք մեր տղային որ մենակ ինքը չէ էլի շատ կան ու այս վերջերս sense մի հատ հանդիպման ենք տերմինի մասին ասացի ոչ թե տերմին այլ հասկացություն որ հաշմանդամությունը կարա լինի վարակովի այսինքն ոնց առաջի այսքից խոսում եմ հիմարություն բայց իրականում հենց ասում են մամա պապայի օրինակով պատկերացնում ես այսինքն հիմա պապան պրոթեզավորվել է ստեղծում է խնդիրներ օգնող մարդկանց համար այսինքն մարդը միջև տղան հաշմանդամություն ձեռք բերել է ինքը նորմալ առողջ այսինքն ոչ մի խնդիր չուներ ու դրանից ընդամենը տարի-տարուկես հետո այս մարդը համ գրիժա ունի համ արդեն էնդոպրոթեզավորում է արել այնտեղ էլի մի քանի վիրահատություններ տանց բայց այդ հիմնականում այդ ծանր ֆիզիկական աշխատանքով ճիշտ է մենք հիմա հենց մենակ այդ տղային չէ եւ սարքն ենք տրամադրել եւ կռան ենք տրամադրել ու հատուկ sense ամբարձիչ որ կարողանա սայլակից մահճակալից սայլակ տեղափոխվի ու ոչ բոլորն են կարողանում ինքնուրույն տեղափոխվել հիմա տղաների մեծ մասը վերականգնողական կենտրոններում նաեւ սովորացնում են բայց կան տղաներ ու կան մարդիկ կան
տրավմաներ կան, հաշմանդամության տարբեր կարգեր կամ ֆունկցիոնալ դասով պայմանավորված տարբեր վիճակներ, որ չեն կարողանում ու դա ով անում բնականաբար ծնողը իսկ մի քանի ժամանակ հետո ծնողի մոտ արդեն խնդիրն է հա ու պետությունը ստեղ մենք մի հատ ունենք հաշմանդամություն հեսա մի հատ էլ ունեցանք հետո Իրանը մի հատ խնամող պետք հետո մի հատ էլ իսկ ամենալավը կանխարգելելն է ու փառքստո հիմա բավականին ոնց որ մենք աշխատանք տարել ենք որպեսզի մարդիկ որոշ չափերով ինչքանով որ հնարավոր է սարքերով ոնց որ ապահովված լինեն Դիր ովքեր եք թիմում ոայ այսինքն ըստ մասնագիտության ու հատուցության որ մարդիկ ավելի այսպես լիարժեք պատկերացնեն կինեզիոլոգ IT ոնց որ ուղղություն ունենք էլեկտրոնիկայի ոնց որ ուղղություն ունենք էլեկտրոնիկայով զբաղվող ինժեներ վարպետներ ունենք Այսքան էլի ինժեներներ, վարպետներ, IT-շնիկներ, խառատ, ֆրես, տարբեր։ Հիմնականում մետաղամշակման արտադրամասում աշխատող մարդիկ ու վարչական մաս ունենք, որ այդ թղթաբանություն, ֆինանսներ, իրավաբանություն, դահաճ աշխատանքով զբաղվում, բայց ունենք Դավիթ, դու ոնց եկար այդ որոշմանը, որ պիտի զբաղվես այս գործով։ Որովհետև ինքը հեշտ գործ չի ու մի բան որ դու ստեղծում ես։ Հետո, երբ որ 1 2 3 սենց հաջող դեպք ունեցանք, որ տղաների քայլացրեցինք ու շատ սենց ծանր անհույս վիճակում մեր տղաներին որ քայլացրեցինք, սենց ողջևորվեցի, դից որ այսինչ լավն ենք մենք, ես ինչը զոր ենք սաղից լավն ենք դեմք ենք մեն, բայց հետո երբ որ արդեն շատ խորացանք ու չգիտեմ էլի 13 տղաների էլ չկարողացանք հայելացնելը, մի տեսակ չհամակերպվեցի ես դրա հետ, հա, որովհետև իմ համար ոնց որ անհնարին է այդն հնարավորն է, որ հələ որ դեռ չի եղել այդ դեռ չեղած թե չէ անհնարին ինքը չկա անհնարին ոչինչ չկա ուղղակի դա այն հնարավորն է որը հələ չի եղել ու հիմա ես այդ դրա փնտրտուքների մեջ եմ կոնկրետ այս թեմայով ու անընդհատ փորձել եմ լուծում գտնել ու միշտ բանը ես նաև կուզենամ կիսվեմ այն փորձով հա Ես ընդհանրապես ուզում եի մարդկանց լավություն անել ամենայն անկեղծությամբ, հա, անգամ սարքեր արտադրելը ես չէի մտածում, էլի, այսինքն ամենայն գունավոր վարվռուն երազներում, ասենց ես չէի մտածում, որ ես ունենալու եմ արտադրամաս, որ ես ունենալու եմ արտադրություն, սս տարբեր տեսակի սարքեր եմ արտադրելու, ասենք լիֆտից ընդհանուր ասենք ինովացիոն, sense IT, ինչ որ լուրջ product, որը կարող է հաշվանդամություն ունեցող անձանց կյանքը փոխի, չեմ մտածել երբևիցե, բայց երբ որ սկսեցի ոնց որ անկեղծորեն հոգ տանել այդ մարդկանց մասին, ոնց քիչ մեկը արտադրամաս ու ոնց գնաց առաջ էլի ասածս ինչա ցանկացած լավ գործի հիմքում ցանկացած եթե ինքը լավ գործ է դա մարդկանց հանդեպ սերն է դրա հիմքում այդ մարդկանց հանդեպ սերն է որ ընկած է էլի ну երևի մարդկանց սիրում եմ հա ու անկեղծ ես սիրում եմ մարդկանց մի տեսակ չեմ պատկերացնում առանց թեկուզ օտարի կանգնած ինչ-որ բակում ծխելուց կամ սուրճ խմելուց ես պետք է ասեմ, խոսամ, շփվեմ ինչ-որ էտա կամ չգիտեմ, փորձեմ ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնել ու հիմա մի քիչ շատ եմ թաղված գործերի մեջ, բայց առհասարակ երևի հենց դից եղել է, որ առաջինը չեմ համակերպվել, որ ասել եմ լավ Տեր Աստված, հարց չկա։ Եթե ուզում ես ես տանջվեմ, եթե ուզում ես տվյալ մարդը տանջվի, եթե ուզում ես ծնողը ոնց որ այս ամեն ինչի դիմաց վճարի, ինքն էլ այդ ձևով ոնց որ հոգս քաշի,
թող համաձայնեմ սաղս հոգս քաշենք, բայց մի հատ լուծում տուր էլի, թե չէ ասենց հիմա ինչքան բարձ է, չէ, ասենք օրինակ Գերմանիայում կամ ինչ-որ մի հատ ուրիշ կլինիկայում շատ ա եղել, ասել մեր տղան կքայլի, ասում դե բեր 50-50% է, էլի, կքայլի, թե չէ, մի $150,000 կվճարես, դե մնացածն մենք մեր անելունը կանենք տնենք, բայց այն որ կոթոնեշի այդ նույն բանը ստեղել ենք անում։ Բայց պրոստը առանց 50-50-ի ու առանց $150,000, էլի, այսինքն պատկերացնես ստեղել է այդ ամեն ինչը արվում, բայց տենց թանգով չենք փաթեթավորում, էլի, տենց Դու նաև 10 ամիս է արդեն հայր ես։ Մի քիչ քո հայր լինելու փորձառությունից կիսվիր։ Չեմ կարող ասեմ, դա sense մեծ հրաշք է։ Ոնց ոչ մի դժվարություն աչքից չի երևում, ոչ մի տրամադրության անկում աչքից չի երևում, կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Այնպես գիտես նաև մարդկանց հանդեպ է վերաբերմունքը փոխվում, հա, որովհետև բարբերաբար հիմա ես մտածում եմ, որ ասում եմ ամենաչար մարդը քո մտքում ում ուզում ես կարաս դնես, հա, նույնը ես, նույնը այդ հեռուստադիտողը, ինչ որ մի ժամանակ sense փուճուր անմեղ լավ համով պուպուշ բալիկ է եղել, հա, թե ինքը որ դարել է չար, դա եղել է թե ծնողների, թե միջավայրի ինչ որ բանի հետևանքով, հա, ու հիմա իմ վրա նաև պատասխանատվություն է, որ թե ես որպես ծնող, թե հետագայում նաև այս երեխուն ու մնացած երեխեքին ստեղծել միջավայր, որ չդառնան իրենք տենց չար մարդ, հա, չնայած չար ու վատ մարդ էլ չկա, բայց կան չար ու վատ արարքներ, հա, որ այդ արարքները չգործան, էլի, ու հիմա այդ մարդկանց մեջ, եթե մինչև երեխեն ես ուրիշ ձև էի մտածում, հիմա այդ մարդկանց, հիմա եթե այն ժամանակ մտածում էի չար ու վատ մարդիկ, հիմա մտածում չար ու վատ արարքներ։ Մեր զրույցը ամփոփենք մեր ավանդական խաղով 3 պատմություն ասա քո մասին, որոնցից 2-ը ճիշտ եւ 1-ը սուտ կլինի։ Անհավանական պատմություններ կարող են լինել, մեզ դիտող լսողները մեկնաբանություններում կգրեն, որներ իրենց կարծիքով սուտ պատմություն է։ Իսկ վերջում հաղորդումից հետո մենք առանձին կնկարենք կադրից դուրս հատվածներ եւ ովքեր ամսական բաժանորդագրությամբ միացել են Ռե Արմենիա հարթակի մեր նախագծին, իրենց կուղարկենք կադրից դուրս պատասխանը մի փոքր բացվածքով, որ պատմության տակ ինչ կար եւ որներ կեղծ պատմություն։ Այո, մի քիչ բարդ բան եք ասում, չեմ պատկերացնում, այսինքն ես հիմա ասում փաստ կամ ինչ որ հետաքրքիր պատմություն, որ քո հետ պատահել է։ Ստենց շատ բարեխիղճ վարորդ եմ, մեքենաս շատ լավ հետևում եմ։ Ես կանգնում եմ թեքահարթակների վրա։ Ես կանգնում եմ թեքահարթակների։ Չէ, ինանը չեմ կանգնում հետո եմ տեսնում որ թեքահարթակեր։ Իմ պատճառով տատիկս ու պապիկս մի անգամ շատ լուրջ կռվել են։ Հա։ Այսի մեկ։ Շատ լուրջ է մի փոքր կբացես, որ մարդիկ կողմնորոշվեն ինչքան լուրջ։ Չէ, բավականին լուրջ։ Հա։ Լավ։ Ну, ոչ հարցը ասել է բաժանություն, բայց լուրջ կռվել են։ Ես որ ճանապարհ եմ գնում մեքենայով գերեզմանի մոտով անցնելուց գլուխս միշտ թեքած եմ քշում մեքենան։ Թեքած դեպի գերեզմանը։ Չէ, հակառակ։ Հակառակ, Հա, վախենում եմ, միշտ չնայած թե պատերազմների ժամանակ, թե վիրահատարաններում շատ եմ մասնակցել վիրահատությունների ու շատ եմ դեպքեր տեսել, բայց մինչև հիմա գերեզմանների անցնելուց միշտ աշխատում չնամ։ Եթե մենակ եմ լինում, առհասարակ հետողությամբ չեմ նայում, իմ համար ուղեցույց վերցնում եմ այս կողապատնեշները, որ հանկարծ չխփեմ, մինչև այդ տարածքը անցնում եմ։ Սա 2։ Սա 2։ Լավ, արի 4 հատ պատմեմ, էլի։ Բարթացնենք։ Դե էսի պետք է կողմնորոշեն ճիշտ է թե սուտ է։
վիրահատել էին բավականին շուտ պատերազմների հետ կապ չունեցող պացիենտի էին վիրահատել ու Այն թե իր Այն բայց ես վիրահատությանը մասնակցել եմ ուրեմն այս ճակատային բիլթը վնասված էր ու ճակատային բիլթում էր բարսագույն նյարդային գործունեությունն է այդ ստեղծագործական Չասես վնասել եք վնասվել էր վիրահատության ժամանակ չէր վնասվել այդ հրազենային էր վնասվել էր դե հաջորդ օրը բժիշկը վիրահատությունից արեցին հետո պացիենտին ինչ ասեցին բալար հաջորդ օրը բժիշկը ասաց արի ոնց որ գնանք նայենք դե գնացինք որ նայենք մտանք սենյակ այդ տղան տենց շատ իրան տենց ագրեսիվ էր պահում վատ տենց հայհոյախառը խոսում էր բժիշկը ընտանիքի անդամին է հանգստացնում դե ասում է որ ոչինչ էլի վիրահատությունից հետո տենց լինում է հետո այս դե ճակատային բիլթն է բացատրում ավան մենք էլ այս ընտանիքի անդամ ասած բժիշկ ինքը միջև այդ վիրահատությունն էլ էր տենց ինչու՞ դեմս լավ արի երրորդը մի հատ բան ասեմ ու չորրորդը հետո դուք էդի շուտ կտրտելու եք շուտ բան սարքեք չէ sense չի լինելու չէ բան հետաքրքիր այս մասերը չէ բայց 4-ն էլ իրար հետ կդնենք որ 4 պատմություններ հումորային մի հատ շատ լավ էլի պատմություն կա կապված գերեզմանների ու ընկերոջս Պարյան Դավիթին ճանաչես չէ երևի Պարյան Դավիթին այն որ Դավիթներ ասում են կարելի ես չէ Պարյանը Միքայելյան հիվանդանոցը նոր ենք ոնց որ այնտեղ բաժանմունք ենք վերցել դեռ չկար զինվորի տունը հələ տենց չէր ձևավորվել այդ ժամանակ էլ դեռ Միքայելյան այդ վիրաբուժության ինստիտուտ հիվանդանոցը մասնավորի էր պատկանում բժշկականին չէր պատկանում այս կինո տեսնում եք ասես թուն շենք ասես ակտիվություն լուրջ բժիշկներ լուրջ վիրահատություն այնտեղ տենց չէր էլի համարյա լքված կառույց էր դա ոնց որ հիվանդանոցից դուրս է գալիս բաննա ուրեմն գերեզմաններն է Միքայելյանի դեմը կողքը մի քիչ մռայլոտ մորգն է սեքոսը ասենց ուրեմն Դավիթի հետ 17 թվի վերջն էր արդեն դեկտեմբեր էր ձուն էր գալիս դե Դավիթին գիտեք թրաշով ասենց աշտահան հատ տղա դե ոնց դուրս եկանք բանից Միքայելյանից գնացինք հասանք այդ կանգառը ուրեմն ձուն է գալի բուք գիշեր մի հատ sense ջարդած այդ փողոցային լույսերից է կախած sense բանով հենց դուրս եկանք դե ես առաջ էի գնում sense խոսալով գնում էի Դավիթը գալիս էր sense գնացի մի պահ sense տեսարանը sense ու այդ քամու ձայնը այդ ձույնը այս գերեզմանոցներում այդ քամի որ sense մտնում է քարե հա sense ֆրացի էս բանը տեսես մորգը այդ մորգի հետ sense ասոցիացիաները այս պանիխիդայի սրահը sense սկսեցի քայլերս արագացնել sense ֆրացի sense մի հատ օժդոհո sense գալիս է sense սկսեցի վազելը կայնի գալիս եմ sense ու միջև համարյա զեյթունի վանսկից վազել եմ հետո նոր հասկացել եմ որ Դավիթ Լավն է շնորհակալ եմ Դավիթ ուրախ ավարտելու համար մենք վերջում կնկարենք կադրից դուրս հատվածները արդեն 4 պատմության համար առաջին 4 պատմություններ ու ես կփորձեմ գուշակել շնորհակալ եմ հաճելի զրույցի համար Ես եմ շնորհակալ հրավերի ու շատ հետաքրքիր հարցերի համար ուսամ իմ փորձը ու մոտեցումները ռեաբիլիտացիային ինչ որ օգուտ կտա